Տնական խոլոդեց խոզի ոտքերից, կոլագենով, օգտակար հոդերի, մաշկի և իմունիտետի համար։ Խոզի ոտքերը լավ մաքրեք, կտրատեք մասերի և դրեք սառը ջրի մեջ, 5 օր շարունակ, սառը վայրում։ Ջուրը փոխեք օրը 2 անգամ, սա կարևոր է արյունը և տհաճ հոտը հեռացնելու համար։ Ոտքերի վրա լցրեք ջուր, եռացնելուց հետո առաջին արկանակը թափեք, միսը և կաթսան լվացեք։ Նորից մսի վրա լցրեք մաքուր ջուր, եռալուց հետո եփեք թույլ կրակի վրա 2 ժամ, ընթացքում հեռացրեք փրփուրը։ Կարևոր է շեշտել, որ ջուրն այնքան ենք լցնում, որ հազիվ ծածկի միսը, մոտ 3 մատի բարձրությամբ, մսից վերև։ Ապա ավելացրեք ամբողջական սոխը, դափնու տերևը, պղպեղը և աղը ըստ ճաշակի։ Եփեք ևս 1 ժամ, ընդամենը 3 ժամ։ Արկանակի մեջ ցանեք ոտքերը, հեռացրեք ոսկորները, միսը մանր կտրատեք կամ բաժանեք, տեղադրեք միսը ձևամանների մեջ, արկանակը քամեք, ավելացրեք քերած սխտոր, ապա լցրեք մսի վրա։ Թողեք սենյակային ջերմաստիճանում մինչև սառչելը, այնուհետև դրեք սառնարան 6-ից 8 ժամով կամ ամբողջ գիշեր։